Անցած շաբաթ մի հատ լոկալ իրադարձություն եղավ, որը ամբողջովին բնութագրական է Նիկոլ Փաշինյանի համար։ Կառավարության նիստում նա փրփրած հանձնարարեց կոնկրետ խանութ փակել, ասես ձև գտեք փակեք։ Սա առաջի անգամ եմ երրորդ հանրապետության մեջ տեսնում, որ Բարսաշճան Պաշտոնյան խանութ փակելու հանձնարարություն տա։ Սա գործառույթ է, որը մտնում է որևէ թաղապետարանի առևտրի եւ սպասարկման բաժնի ավագ մասնագետի լիազորությունների շրջանակում, բայց նույնիսկ նա չի կարող խանութ փակել, որտեղ այդ հարցում կան օրենսդրական կարգավորումներ, ընթացակարգեր կան։ Ասենք խանութը մի անգամ խախտում են հայտնաբերում, ինչ-որ տուժ կամ տուգանք է նշանակվում, երկրորդ անգամ ավելի խիստ։ Հայ եթե շարունակական բնույթ է կրում եւ խախտումը էական ալնում, դատարանի կամ պետական լիազոր մարմնի որոշմամբ կարող է նաև փակման գործընթաց լինել, բայց որ երկրի ղեկավարը ձև գտեք փակեք հրաման տա առանց իրավական փաստական հիմքի, կներեք, սա նշանակում է ոչ պետական վիճակ կամ պետական մակարդակով խուլիգանություն։ Կառավարությունը ես եմ, իր պնդումն է։ Կամ հակապետական խուլիգանություն։ Կասկած չունենաք, որ նա նույն ձևի հանձնարարել է ապօրինաբար, որ ձև գտնեն եւ փակեն եկեղեցու պաշտպանության համար խոսք ասած Սամվել Կարապետյանին, ձև գտնեն եւ ահաբեկչության մեղադրանք արհեստականորեն կպցնեն Բագրատ Սրբազանին եւ մյուսներին, ձև գտնեն եւ փակեն ուրեմն Միքայել Սրբազանին, ձև գտնեն ու Խուժանին կոնսոլիդացնելով գրոեն Մայրաթորի կամ եկեղեցապատկան այլ տարածքների վրա կամ ապահովեն ձև գտնելով մասովկա այդ կեղծ ֆեյք պատարակները եւ այլն, այսինքն մենք այս մի դեպքը բավարար է, սա լակմուսի թուղթ է, որովհետեւ մարդու հակապետական վարքագիծը, էքսցենտրիկ վարքագիծը ամբողջովին բացահայտենք։ Հիմա տեսեք ինչ կարգի կատեգորիաներով է նա կառավարում, ինչ խոտոր տրամաբանությամբ է կառուցում իր ներքին կամ արտաքին քաղաքականությունը։ Սա իզուր է մեզ թվում անջատ վերցրած մի հատ բորբոքված խոսք, չէ, սա իր կերպարն է։ Մեկ-մեկ անշար հարցերում ղեկավարների քայլերը, հայտարարությունները, ինչ-որ գործողությունները ավելի լավագույնը եւ ամբողջական են բացահայտում նրա կերպարը, քան նույնիսկ ժամանոց կամ երկարաշունչ ելույթներն ու հոդվածները։